Ողջույն, իմ հյուրն իրական աշխարհ իրական մարդիկ հասարակական կազմակերպության նախագահ Ժենիա Մայիլյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Միավը բժշկական խնդիր է, սակայն խարանը հասարակական։ Եվ երբ առողջապահական համակարգը լռում է, երբ հասարակությունը դատապարտում է եւ քաղաքականությունը չեզոք դիրք է զբաղեցնում, առաջ է գալիս էթիկան։ Եվ ուզում եմ սկսել հետևյալ հարցով։ Քանի որ դուք շատ երկար տարիների փորձ ունեք այս ոլորտում, ի՞նչն է ձեզ ամենից շատ հուզում, երբ հանդիպում եք միավով ապրող մարդու պատմության։ Երևի ինձ ամենաշատը հուզում են այն դեպքերը, որոնք կանխարգելելի են, բայց չեն կանխարգելվել։ Ամենաշատ կանխարգելելի դեպքերը դա մորից երեխային միավի փոխանցման դեպքերն են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում առկա է բոլոր պայմանները, որպեսզի չծնվեն միավով ապրող երեխաներ, այլ կանխարգելվի միավը, սակայն մենք դեռևս ունենում ենք տարեկան 2, 3, 4 դեպքեր, որոնք առողջապահական համակարգի գուցե բաց են, գուցե ընտանեկան բռնության խնդիրների պատճառով են ծնվում միավով երեխաներ, միավով ապրող երեխաներ, երբ օրինակ այդքան շատ չեն պրակտիկայում, բայց կան դեպքեր, երբ օրինակ հղիները հիվանդանոց կարող են գնալ ծննդաբերելու ժամանակ, այսինքն իրանք դուրս մնան առողջապահական համակարգից։ Կամ օրինակ լինում են դեպքեր, երբ որ հղին հետազոտվում է, բայց կարող է միավը փոխանցել օրինակ կրծքով կերակրելու ընթացքում։ Այսինքն սրանք կանխարգելելի դեպքեր են եւ կախված չեն այդ երեխաներից, բայց նրանք հայտնվում են այնպիսի իրավիճակում, որ ինչ որ մի օր ստիպված են տեղ խմել, ինչ որ մի օր ստիպված են բախվել միավին առնչվող խարանին եւ խտրականության։ Երբ մենք խոսում ենք չափահաս մարդկանց մասին, այստեղ մի քիչ պատասխանատվությունը ընկնում է երկու կողմի վրա։ Եվ միավով ապրողի եւ միավ չունեցողի։ Իմ աշխատանքի պրակտիկայում ես այդ դեպքեր շատ եմ հանդիպել, երբ ուղղակի մարդը չի իմացել, որ ինքը միավ ունի, ամուսնացել է եւ միավը փոխանցել է զուգընկերոջը կամ զուգընկերուհուն։ Բայց երեխաների դեպքում դրանք 100% կանխարգելելի են։ Իմ համար ամենածանր պատմությունները այս պատմություններն են, ու ելի մեծերի դեպքում օրինակ կարող է մեծահասակը որոշել, որ նա չի ուզում դեղերը խմել, չի ուզում ապրել, դա նրա գիտակցված որոշումն է, այո, բայց երեխաների դեպքում մենք հաճախ ենք տեսնում այնպիսի դեպքեր, երբ նրա ծնողը, խնամակալը, նրա մասին հոգ տանողը այդպիսի որոշում է կայացնում, որ երեխային չպետք է դեղեր տան։ Սրանք իմ համար ամենադաժան, ամենաանընդունելի, գլխում ամենաչպատկերացնելի դեպքերն են։ Տեսեք, խոսեցինք խարանի եւ խտրականության մասին։ Այ հետաքրքիր է ձեր ընկալմամբ մենք որպես հասարակություն ինչպես ենք ընկալում միավով ապրող մարդկանց։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, շատ հետաքրքիր։ Ես 15 տարի աշխատում եմ այս ոլորտում եւ եթե ես համեմատելու լինեմ օրինակ 15 տարի առաջ եւ այսօր, որոշակի ոլորտներում մենք ունենք փոփոխություն, դրական դինամիկա, բայց ընդհանուր հասարակության շրջանում մենք դեռևս ունենք բազում կարծրատիպեր, որ միավը պատկանում է այս կամ այն խմբին եւ միավով ապրող մարդկանց սկսում են խտրականացնել նախ միավ ունենալու համար եւ հետո ասոցացնում են այս կամ այն վարքագծով, խմբերով, ընդհանրապես մեր հասարակությունում, եթե որևէ ինչ որ մի հատկանիշով մարդը տարբերվում է, նրան միանգամից սկսում են խտրականության ենթարկել, չէ՞։ Միավի դեպքում այս խտրականությունը մի քանի հատկանիշներով է պայմանավորված։ Այո, ավելի գույները խտացված են, մեղադրանքը ավելի շատ է։ Սովորաբար հասարակությունում ինչպես են վերաբերվում միավով ապրող մարդկանց։ Ես ասում եմ բացառապես այն, ինչ տեսել եմ 15 տարիների ընթացքում։ Հիմա գուցե կլինեն մարդիկ, ովքեր որ չեն կիսի իմ կարծիքը, որովհետև իրենք այդպես չեն վերաբերվում, բայց ասում եմ այն, ինչ որ ես տեսել եմ եւ տեսնում եմ մինչ այսօր։ Միավով ապրող մարդուն ամենասկզբում սկսում են մեղադրել նրա համար, որ նա ունի միավ, որովհետև կարծում են, որ միավ ունենալու համար մարդը ինչ որ վատ բան պետք է արած լինի։ Մինչդեռ մենք գիտենք, որ ընդամենը մեկ անպաշտպան սեռական հարաբերությունը, նույնիսկ մշտական զուգընկերոջ կամ ամուսնու հետ, կարող է փոխել մարդու միավ կարգավիճակը։ Առաջինը դա մեղադրանքն է։ Երկրորդը սկսում են տարբերակել եւ այսպես հիերարխիա դնել, լավ ու վատի տարբերություն դնել։
ասել լավն է, վատն է, բարոյական է, անբարոյական է, մեղավոր է, անմեղ է, այսպես ենք վերաբերվում մեր հասարակությունում միավով ապրող մարդուն։ Իսկ դե պատկերացրեք, երբ որ մարդուն մեղադրում ես ինչ-որ հանցանքի մեջ, մարդուն մեղադրում ես ինչ-որ բան անելու կամ չանելու մեջ, մարդուն սկսում ես ստորադասել քեզանից, այստեղից հետևաբար գալիս է խարանի եւ խտրականության դրսևորումները կյանքի տարբեր ոլորտներում։ Եվ այդ դրսևորումները երբեմն մարդկանց կյանք են արժենում։ Շատ դեպքերում կարող ենք հանդիպել այնպիսի դեպքերի, երբ օրինակ մարդը խտրականության պատճառով զրկվի որևէ կենսական նշանակություն ունեցող ծառայությունից եւ դա նրան կյանք արժանալ։ Այսինքն, եթե այսպես փորձեմ մեկ նախադասությունով ասեմ, հասարակությունում միավով ապրող մարդկանց վերաբերվում են անհավասար հիերարխիայով մեղավորի ստատուսով։ Իսկ ինչ եք կարծում, պետությունը թե առողջապահական համակարգը այստեղ անելիք ունի, որպեսզի ավելի արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերվի։ Պետությունը այն մեքենան է, որը պարտավոր է պաշտպանել իմ, ձեր եւ մնացած բոլոր մարդկանց իրավունքը եւ տարբեր ծառայություններից հավասար օգտվելու հնարավորությունը։ Տարբեր նախարարություններ, տարբեր համակարգեր, դրանք պետության այդ puzzle-ի մի մասնիկն են, բայց եթե պետությունը որդեգրում է այնպիսի քաղաքականություն, որ բոլոր քաղաքացիները հավասար են, ինչպես հարկ վճարելիս, այնպես էլ ծառայություն ստանալիս բոլորը հավասար են եւ իր puzzle-ների, այդ իր խողովակների միջոցով, որոնք տարբեր ծառայություններ են մատուցում մարդկանց, ստեղծում է այնպիսի մեխանիզմներ, որ մարդիկ ունենան հավասար հնարավորություն եւ երբ որ չի իրացվում նրանց իրավունքը հավասարապես, պատժվեն այն բոլոր մարդիկ, ովքեր որ խախտում են այդ իրավունքը, այստեղ առողջապահություն կամ սոցիալական ոլորտ կամ իրավական ոլորտ, սրանք ենթարկվում են այդ ընդհանուր կանոններին։ Իհարկե, առանձին նախարարությունները եւ առանձին գերատեսչությունները որոշակի պարտավորվածություն ունեն, որպեսզի իրենց ոլորտում կանխարգելեն խարանը, խտրականությունը եւ ապահովեն իրավունքներից հավասար օգտվելը, բայց ես կարծում եմ, որ սա ավելի մեծ, ավելի լայն հարց է, քան ինչ-որ մի նախարարության կամ գերատեսչության հարցը։ Երբ որ մենք դիտարկում ենք բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունները միավի պարագայում, ինչպիսի առանձնահատկություններ կառանձնացնեք հատկապես էթիկայի համատեքստում։ Ես կսկսեմ այն պահից, երբ պացիենտը մտնում է բժշկական հաստատություն։ Սովորաբար մեր փորձից ելնելով եմ էլի ասում, երբ մեր շահառուները գնում են առողջապահական համակարգում որևէ ծառայություն ստանալու, եթե այդ ծառայությունը չի ենթադրում որևէ բժշկական ծանր միջամտություն, որը կապ է ունենալու արյան, կոնտակտ է ունենալու արյան հետ, սովորաբար մարդիկ սկզբնական շրջանում համենայն դեպս չեն ասում իրենց կարգավիճակի մասին, որովհետև խուսափում են, որ իրենց կխտրականացնեն, վատ կվերաբերվեն։ Վիրահատությունների դեպքում, միջամտությունների դեպքում մենք երկու դեպքում էլ իհարկե մենք խրախուսում ենք, որ ասեն, որովհետև դա առաջին իրենց առողջության համար է, բայց երբ որ արյան հետ կոնտակտ չկա, այսպես մարդիկ ավելի խուսափում են։ Երբ որ կոնտակտ կա, սովորաբար էպիկրիզներ են պահանջում կամ վիրահատություններից առաջ անպայման այդ հետազոտությունները անում են եւ երբ որ իմանում բժիշկը, բուժաշխատողը իմանում է միավով ապրող անձի միավ կարգավիճակը, 80% դեպքերում, ասում եմ իմ փորձից, 80% դեպքերում առաջի գործողությունը դա պացիենտին ցրելն է։ Ինչպես անել, որ այս մարդը գնա ուրիշ բժշկական հաստատությունում ծառայություն ստանա։ Ամեն սկզբում ինչ կարգավիճակ ասել, մենք անցած տարի մի այդպիսի շատ աղմկահարույց դեպք ունեցանք։ Ինչ կարգավիճակ ասել, այսպես հետազոտում են, օրինակ դեպքա լինում ասում են, այ կոնկրետ այդ անցած տարվա դեպքում հրատապ միջամտություն է պետք, հրատապ վիրահատություն է պետք, հենց միավ կարգավիճակը իմանում են, պարզվում է, որ այդքան էլ հրատապ չի։ Փորձում են ցրել բառիս ամենաուղիղ իմաստով, ուղարկել այլ բժշկական հաստատություն, կամ այդպես մեղմ չեն ցրում, այլ ուղիղ ասում են, որ մենք միավով ապրող մարդուն ծառայություն չենք մատուցի։ Կամ լինում են դեպքեր, երբ որ ասում են ծառայություն կմատուցենք, բայց դու պիտի հավելյալ ինչ-որ գումարներ վճարես, որովհետև այն գործիքները, որ կօգտագործենք, դրանք մեկանգամյա պիտի լինեն, պիտի նետենք, չենք կարող երկրորդ անգամ օգտագործել, այսինքն հավելյալ գումար են ուզում։ Սա այն դեպքերն է, երբ որ ցրել, մերժել, ուղղորդել կամ թանկացնել ծառայությունը։
Հաջորդ խնդիրը, որին բախվում են, դա անձնական տվյալների պաշտպանության հարցն է։ Ունենում ենք դեպքեր, երբ որ մարդու բարեկամին հարազատն, ով չգիտի նրա միավ կարգավիճակը, այդպես ուղիղ ասում են, լինում են դեպքեր, երբ որ նրա հետ որևէ բժշկական գործողություն չանող բուժաշխատողներին են ասում, այսինքն այդ բաժնում մեկ էլ բոլորը իմանում են այդ մարդու միավ կարգավիճակի մասին։ Լինում են դեպքեր, երբ որ բժշկական փաստաթղթերում համապատասխան կոդավորում անելու փոխարեն մեծ կարմիր տառերով գրում են միավ կամ գրում են ձիավ, մենք այդպիսի դեպքեր ունենում ենք։ Այսպիսի տարբեր դրսևորումներ են ունենում։ Լինում են դեպքեր, երբ որ օրինակ սկսում են հարցեր տալ, բա ումից ես վարակվել, իբր թե դա այդ պահին ինչ որ հարց է լուծելու, դա ամենակարևոր հարցն է։ Բայց ավելի այսպես նուրբ բաներ էլ կան, որ ոնց որ գուցե շատերի համար դրանք տեսանելի չեն, բայց ակնհայտ արժանապատվությունը վիրավորող բաներ են, օրինակ կլինի դեմ չես լինի, որ օրինակ 2 ձեռնոց հագնեմ, քեզ վիրահատությունը անենք օրվա վերջում, երբ որ բոլորին արդեն վիրահատել ենք եւ այդ այսինքն մատ պատկերացրեք այդ մարդու հոգեվիճակը, այսինքն այն բոլորին, որ վիրահատենք, դու ոչինչ սպասի, մինչև որ կգա քո հերթը, մինչև մենք բոլորին կվիրահատենք, հետո քեզ կվիրահատենք, որ հանկարծ որևէ ձևով այն մարդկանց չվնասենք։ Մինչդեռ մենք գիտենք, որ բոլոր պացիենտներին պետք է վերաբերեն որպես պոտենցիալ միավ ունեցող եւ այլ վարակներ ունեցող եւ բոլորի դեպքում պետք է պահպանեն այդ տարական նույն կանոնները։ Շատ դեպքեր են լինում, երբ որ մարդկանց շատ վիրավորական արտահայտություններ են անում, որոնք մեղադրական, վիրավորական, փորձում են ճշտելու մից ես վարակվել, ինչպես ես վարակվել, ընտանիքիդ անդամը գիտի։ Հղիների դեպքում օրինակ լինում այս դու գիտես, որ կարող է քո երեխան միավով ծնվելիս քեզ ինչի տապել միավով ծնված երեխա։ Այսպիսի բաներ, որոնք որ տարբեր բժշկական հաստատություններում եւ տարբեր մասնագետների կողմից աշխատանքի ընթացքում մենք տեսնում ենք, որ դրսևորվում են։ Այսինքն ստացվում է մենք մարդուն խարանում ենք ամենատարբեր համատեքստերում։ Ինչ եք կարծում, մարդիկ շատ հաճախ փորձում են իրենց միավ կարգավիճակը գաղտնի պահել պայմանավորված առողջապահական համակարգում ձեր նշած դրսևորումներով, թե ավելի շատ վախ կա հասարակության մեջ խարանվելուց, խտրականության ենթարկվելուց։ Ընդհանրապես միավով ապրող մարդիկ իմ փորձից ելնելով եմ ասում, ես տեսնում եմ, որ միավ կարգավիճակը թաքցնում են կյանքի բոլոր ոլորտներում, որովհետև որտեղ էլ որ խոսում են միավի մասին, այս կամ այն ձևով հիմնականում մեծամասնությամբ ենթարկվում են խարանի եւ խտրականության աշխատավայրում, ընտանիքում, դպրոց մանկապարտեզում, տարբեր տեղեր, կյանքի տարբեր ոլորտներում եւ այդ բոլոր ոլորտներում, որտեղ որ հնարավոր է թաքցնում են, որպեսզի խտրականության չենթարկվեն։ Առողջապահական համակարգում նրանք երբեմն ստիպված են ասել իրենց միավ կարգավիճակին, պայմանավորված ինչ-որ միջամտությունով եւ այլը եւ այլը։ Խնդիրը այստեղ է նա, որ ավելի շատ վախենում են իրենց միավ կարգավիճակը ասել, որպեսզի չմերժվեն, խտրականության չենթարկվեն, վատ վերաբերմունքի չարժանանան կամ ուղղակի նրանց չմերժեն ծառայությունները։ Բոլոր մարդիկ բնականից սիրված, հարգված, ընդունված լինելու այդպես ցանկություն ունեն, պահանջ ունեն եւ միավը եթե տեսնում են, որ օրինակ միավը խախտում է այդ բալանսը, փորձում են իրենք արհեստականորեն պահել դա։ Բնականաբար բավականին դժվար է, եթե չասեմ անհնար, տարիներով, տասնյակ տարիներով բուժ հաստատությունում որոշակի կանոնակարգով աշխատող բուժաշխատողի մոտեցումը փոխել։ Հետևաբար պիտի այլ միջոցներ ձեռնարկվեն, հանրային իրազեկում, չգիտեմ, դպրոցներում կամ հանրային տարբեր հարթակներում փորձ արվի, որպեսզի տեղեկացվեն մարդիկ, նախ շատ իրավիճակներում, երբ որ իսկապես անհնար է միավը որպես այդպիսին փոխանցել, մարդիկ ավելորդ զգուշություն չցուցաբերեն։ Ինչ եք կարծում, այդ իրազեկումը ինչպես պիտի արվի, որ նաև շատ հստակ ու պարզ ներկայացվի եւ բացի այդ միավ կարգավիճակ ունեցող մարդկանց արժանապատվությունը չոտնահարվի այդ համատեքստում։ Ես ես մի օրինակ բերեմ, հետո փորձեմ պատասխանել հարցին։ Անցած տարի 24 թվականին էլի մեր այցելուներից մեկի բալիկը սովորում էր Երևանի դպրոցներից մեկում, այդ կինը մեզ զանգահարեց, ահաբեկված, միջին, դեռահասության տարիքի, այդպես 8-րդ, 9-րդ դասարանի էր երեխան, դպրոցից տուն է գալիս եւ մորը ասում է, այսօր մի սարսափելի թեմայի մասին ենք անցել դասը, ասում է, ինչ է եղել, ասում է,
Անցել ենք միավի մասին, դա մի ահավոր հիվանդություն է, մեր ուսուցիչը ասաց, որ միավով ապրող մարդկանց կարծես այրում են մինչև հիմա, պետք է զգույշ լինել եւ այլն եւ այլն։ Եվ այս կինը այդպես խոսում էր, որ ինքը ամեն օր դեղեր է խմում, ամուսինը դեղեր է խմում, երեխաները գալիս են անընդհատ հարց են տալի, դա ինչ դեղ է, դու ինչ ես այդ դեղերը խմում։ Եվ ինքը խոսացել էր մեր մասնագետների հետ եւ մասնագետները խորհուրդ են տվել, որ այո, երեխայի տարիքը այնպեսին է, որ նա կհասկանա, կարող ես խոսել, եթե ուզում ես ասել դրա մասին, եթե քեզ այդպես ավելի ապահով կզգաս, եւ նաեւ դա կանխարգելում է երեխայի համար էլ, հա, ապագայում։ Դու կարող ես ասել, եւ այս կինը զանգել ասում է, ես ոնց որ մենք խոսել ենք, արդեն պլանավորում ենք այդ աշխատանքը, եւ երեխան գալիս է այսպեսի բան է ասում։ Հիմա այն մարդը, ում դեռահասության տարիքում հեղինակություն ուսուցիչը փոխանցել է այսպիսի տեղեկատվություն։ Հիմա այս մարդը ինչպես պիտի վերաբերվի միավով ապրող մարդուն, այդ թվում իր ընտանիքի անդամին, երբ իմանա նրա միավ կարգավիճակի մասին։ Մենք ունենք նաև ուրիշ իրականություն, երբ որ ունենք շատ բարեխիղճ, վերապատրաստված, լավ մանկավարժներ, ովքեր այս տեղեկատվությունը շատ լավ են փոխանցում։ Հիմա ունենք երկու իրականություն, երբ մարդը գիտի, տեղեկացված է եւ երբ նրան պատմել են այնպիսի բաներ, որոնք որ խորացրել են խարանը, խտրականությունը եւ վախը։ Հիմա այս օրինակով, այս երկու օրինակներով մենք տեսնում ենք, որ կրթության դերը շատ մեծ է եւ մենք պիտի սկսենք մանկապարտեզից, դպրոցից, բայց ոչ թե պիտի ուղղակի թեմաները ներառենք ուսումնական պլանի մեջ, այսպես լավ մոդուլներ։ Շատ հաճախ դա պարզապես տեղեկատվության փոխանցում է։ Այո, մոդուլներ ուղղակի այդպես լավ պատրաստենք, այլ պետքա շատ լավ վերապատրաստենք մանկավարժներ։ Բայց ես ձեզ հավատացնում եմ, որ այստեղ ոչ թե միավի մասին տեղեկատվություն փոխանցնելն է, այլ արժեքներ փոխանցելն է, որ բոլոր մարդիկ հավասար են, բոլոր իրենց կյանքի ընթացքում այս կամ այն этаպում կարող են բախվել որևէ խնդրի։ Եվ բոլորին պետք է վերաբերվել հավասարապես, չպետք է տարանջատել դու միավ ունես, դու հաշմանդամություն ունես, դու ինչ-որ սեռական այլ կողմնորոշում ունես, բոլոր մարդիկ հավասար են եւ առանձնացնել, վառել, այս արժեքները երբ որ փոխանցում ենք մենք մեր երեխաներին, վաղը մյուս օրը նախ իրենք տեսնելով միավով ապրող մարդ այս նույն ձևով են վերաբերվելու, Աստված մի արասը իրենց մոտ երբ որ ինչ որ этаպում կյանքի առաջան օրինակ, չգիտեմ, փոխանցվի միավը իրենք իրենց են առաջինը խարազանելու, սկսելու են դեղերը չխմել, սկսելու են մտածել, որ իրանք վատն են, որովհետև 20 տարի առաջ ուսուցիչը ասել է, որ միավով ապրողները լավը չեն եւ վարում են։ Մենք այս հարցը պիտի լուծենք կրթության եւ ճիշտ արժեքներ փոխանցելու միջոցով։ Դա կլինի մանկավարժը, կլինի, որովհետև տեսեք, այդ նույն բժիշկը այս հասարակության անդամ է։ Եվ այդ մեր կրթական համակարգի բոլոր խողովակներով անցնում է նաեւ բժիշկը եւ բուժաշխատողը։ Եթե մենք նրան չենք կրթում, եթե ճիշտ արժեքներ չենք տալիս եւ չենք ասում, որ գիտես, երբ որ դու ես մարդու իրավունքը խախտես, դրան կհետևի պատիժը, մենք ունենում ենք այն, ինչ որ ունենում ենք։ Ես մի դեպք եմ հիշում, երբ բժիշկներին դարձյալ խարանի եւ խտրականության մասին տեղեկություն էինք փոխանցում եւ ամենակարևոր կետերից մեկը, որ անգամ իրենց հետ աշխատող բուժքույրը չպետք է իմանա դրա մասին, որովհետեւ դա բժշկական գաղտնիքի բացահայտում է, ինչը քրեորեն պատժելի է եւ բժիշկների մեծ մասը չէին ուզում ընդունել, որովհետեւ համարում էին դա դավաճանություն իրենց գոլեգայի հանդեպ ու իմ մեկնաբանությունը ընդհանրապես ավարտվեց հետեւյալ որ ցանկացած պացիենտի դուք պետք է վերաբերվեք այնպես, որ ինքը սարսափելի վտանգավոր վիրուս է, հիվանդություն է կրում եւ որպեսզի կարողանաք ձեզ զերծ պահել, այսինքն պոտենցիալ այդպես պիտի վերաբերվեք, ոչ թե իմանաք միավա, որ այդ լարվածությունից ավելի ինչ որ վնաս լինի ձեզ, բայց միևնույնն է շատ դժվար էր, գրեթե անհնար էր այդ ինֆորմացիան փոխանցել։ Դրա համար իսկապես երևի դպրոցներից փոքր տարիքից պիտի սկսվի այդ տեղեկատվության փոխանցումը, գուցե ինչ որ этаպում մենք կարողանանք։ Առանց այն էլ մենք բավականին դատապարտող, առանձնացնող ենք, չէ, որպես հասարակություն։ Այլ միավի լեզվի հետ կապված կուզեմ, այսինքն միավը ինչպես է ընկալվում մեր հասարակական տիրույթում, ինչ լեզու է շրջանառվում սրա հետ կապված։ Ուրեմն աշխարհում երբ որ նոր ի հայտ եկավ միավը, բոլոր փաստաթղթերը, որ դուք ուսումնասիրեք, այդ 80-ական, 90-ականների բոլոր տեղերում միավ վարակագիր էին կիրառում եւ մեր բոլոր իրավակարգավորումներում պահպանվել են այդ տերմինները՝ միավ վարակագիր։
Մեդիայում ավելի վատ բառեր կտեսնեք, միավով տառապող, չգիտեմ, զոհ, այսպիսի բառեր կտեսնեք, բայց բնականաբար աշխարհը զարգանում է, գիտությունը զարգանում է եւ այդ վախեցնող տերմինները, որոնք որ գուցե 80-ականներին ռելևանտ էին, ընդունելի էին այդ հիվանդության համար, որովհետեւ դեղորայք չկար, հիմա քաղաքակիրթ աշխարհը օգտագործում է միավով ապրող մարդիկ։ Բժշկական փաստաթղթերում գուցե կիրառեն միավի նկատմամբ դրական կարգավիճակ ունեցող մարդիկ։ Մեր հասարակությունում, մեր փաստաթղթերում, բժշկական իրավական փաստաթղթերում բոլոր տեղերում կիրառվում է միավ վարակագիր բառը, ինչը խտրականացնող է։ Հիմա ավելի ընդունելի է միավով ապրող մարդիկ։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք միավով ապրող, մի հատ լսեք միավ վարակագիր ու միավով ապրող։ Երբ որ ասում ես միավով ապրող, ինքը ընդունում ես, հասկանում ես, որ դա քրոնիկ հիվանդություն է, որով կարելի է ապրել երկար։ Երբ որ ասում ես միավ վարակագիր, ասես մտածում ես պետքա փախնեմ, չվարակվեմ, չէ՞։ Ինչ կարևոր են բառերը։ Եվ հետեւաբար ճիշտ է կիրառել միավով ապրող անձ կամ միավի նկատմամբ դրական կարգավիճակ ունեցող։ Շատ եմ լսում, որ նավ մեդիայում ենք շատ տեսնում, որ օգտագործում են ձիահով հիվանդ, ձիահով տառապող, ձիահի զոհ, չկա այդպիսի տերմին։ Կա ձիահի փուլում գտնվող, որտեվ ձիահը չի փոխանցվում, չէ՞, մենք գիտենք, որ դա վերջին փուլն է, երբ որ տարբեր հիվանդություններ են գլուխ բարձրացնում, ասում ենք ձիահի փուլում գտնվող անձ։ Ոչ պետք է ասել ձիահ վարակագիր, ձիահով հիվանդ, չգիտեմ, դրանք սխալ տերմիններ են։ Ընդունելի են միավով ապրող անձ, ձիահի փուլում գտնվող անձ, միավի նկատմամբ դրական կարգավիճակ ունեցող անձ տերմինները։ Էլի եթե բառային, հա, արտահայտություններ, այսինքն հասարակական տիրույթում հաճախ հնչող ինչ որ պիտակավորող դրսևորումներ, այ կան այնպիսիք, որ այլևս չէիք ուզի, որպեսզի մեր հասարակական տիրույթում նման արտահայտությունները կյանք ունենային։ Դե օրինակ սպիդով հիվանդ, շատ ահավոր բառապաշտպան է, էլի բառակապակցությունն է, շատ ահավոր, ու երբ որ հասարակության հատկապես 40-ից բարձր, հա, տարիք ունեցող, միջինից բարձր տարիք ունեցող անձանց համար, երբ որ ասում են սպիդ, հիշում են 90-ականներ, տարբեր այդպես վատ հաղորդումներ, թերթերում գրված հոդվածներ, որ չգիտեմ, սպիդով հիվանդները այսպես եղան, այնպես եղան, ինչ որ նկարներ, այդ դրանք շատ խտրականացնող են եւ դրանք չեն փոխում վերաբերմունքը եւ չեն ցույց տալի այն իրականությունը, որը մենք այսօր ունենք։ Այսօր մեր իրականությունը լրիվ այլ է։ Այսօր աշխարհում, Հայաստանում կան հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնք իդեպ Հայաստանում բոլորին անվճար տրամադրվում են, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե այդ պահին Հայաստանում գտնվող անձանց, եւ այս դեղամիջոցները փոխել են միավի ամբողջ ընթացքը։ Այսօր այդ դեղամիջոցների միջոցով հնարավոր է ապրել երկար, երջանիկ, առողջ, այնպես ինչպես ապրել են առանց միավի եւ չհայտնվել ձիահի փուլում, չհայտնվել վատ վիճակում, դեղերը անվճար տրամադրվում են, դեղերը բոլորի համար հասանելի են եւ Հայաստանում եղած դեղերը մեր տարածաշրջանում եղած օրինակ Ռուսաստանի համեմատ շատ լավն են որակով, իրանք ոսկե ստանդարտ են համարվում։ Հիմա արդեն աշխարհում կան 1 ամսյա ազդեցության, 6 ամսյա, երկամսյա ազդեցության դեղամիջոցներ, որը լիահույս ենք, որ շուտով նաև կգա Հայաստան, այսինքն մարդը 2 ամիսը 1 կամ 6 ամիսը 1 մի հատ ներարկում է ստանում եւ ապրում այնպես, ինչպես լիարժեք կյանքով։ Եվ այստեղ մի շատ կարեւոր բան եմ ուզում ասել։ Այս դեղերը ոչ միայն բարելավել են միավով ապրող մարդու կյանքը եւ կյանքի որակը երկարացրել, դեղերի շնորհիվ նաև միավը սեռական ճանապարհով այլևս չի փոխանցվում։ Մարդը, որ խմում է իր դեղերը ամեն օր կանոնավոր, այնպես ինչպես բժիշկն է նշանակել, նա անպաշտպան սեռական հարաբերությունների ժամանակ միավը չի փոխանցում։ Այսօր Հայաստանում մենք ունենք երեխաներ ծնված միավով ապրող կանանցից եւ ամբողջ աշխարհում, որ այս դեղամիջոցների շնորհիվ ծնվել են առողջ առանց միավ վարակի։ Հետևաբար ասել օրինակ սպիդով հիվանդ, սպիդով վարակված կամ չգիտեմ, այս տերմինները սրանք 90-ականներ են հետ տանում, աշխարհը ուրիշ տեղ է գնում, մենք 2025 թվականն է դրսում եւ չի կարելի օրինակ օգտագործել AI, չի կարելի օգտագործել սմարթֆոն, պլանշետ, ես չգիտեմ, համակարգիչ, բայց ասել սպիդով հիվանդ։ Դրանք իրար անհամատեղել են։
Գուցե ժամանակին այդ բառապաշարը կամ այդ լեզուն էր ընտրվել, որպեսզի մարդկանց ահաբեկեր ու հեռու պահեր այդ ամեն ինչից։ Եվ ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, քանի որ այսօր արդեն բժշկությունը, գիտությունը առաջ է շարժվում, այլևս անընդունելի է նման վերաբերմունքը։ Հա, իհարկե, երբ որ այդ տերմինները կիրառվել են, դա եղել է 80-ականներ, 90-ականներ, երբ որ դեղամիջոցներ չեն եղել եւ մարդիկ մահացել են ձիահից, հիմա արդեն այլևս այդ շատ վաղ անցյալում է, այդպես խոսել դրա մասին, այդ բառապաշարով խոսել հիվանդության, արդեն չեմ էլ ուզում ասել հիվանդություն, հա, միավի մասին, որը որ ընդհանրապես չի համապատասխանում այսօրվա իրականությանը, ներողություն եմ խնդրում, բայց դա մինիմում անգրագիտություն է։ Դա է ուզում ասել։ Տեսեք, երբ որ հասարակ քաղաքացին, այսպես ասած, այդպես կբնորոշի, քիչ թե շատ ընդունելի է։ Բայց երբ որ դրա մասին կխոսեն պրոֆեսիոնալները, այսպես կոչված լրագրողները կամ բուժաշխատողները, այստեղ իսկապես արդեն շատ անելիք կա։ Եվ ինչպես դուք նշեցիք, հավանաբար պետությունը համապատասխան, չգիտեմ, կառույցները պիտի մաքսիմալ իրենց ջանքը գործ դնեն, որպեսզի հասարակության բոլոր խավերը իրազեկվեն եւ շատ հաճախ մարդկանց մոտ տպավորություն է, որ եթե իմացան իրենք ինչ-որ բանի մասին, դա գալու է իրենց կպնի։ Այն նմանատիպ կարծրատիպային մոտեցումներից խուսափելու համար եւս կարծում եմ իրազեկումը թերևս ամենակարևոր զենքն է։ Այո, պետությունը, հասարակությունը, քաղաքասարակությունը այստեղ շատ անելիք ունեն եւ իդեպ ասեմ, որ ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին արդեն շուրջ 40 տարի ամբողջ աշխարհում նշվում է որպես ձիահից մահացած անձանց հիշատակի մոմավառության օր եւ այս միջոցառումների ժամանակ բնականաբար փորձում ենք նաև մենք որպես հասարակական կազմակերպություն իրազեկել փողոցում սոցիալական մեդիայի տարբեր հարթակներով մարդկանց, որ կարևոր է վաղ ախտորոշվել, որպեսզի չհասնել ձիահի փուլի, կարևոր է վաղ ախտորոշվելուց հետո խմել դեղերը, ընդունել բուժումը այնպես, ինչպես ձեր բժիշկն է նշանակում, որովհետև այսօր այլևս միավը խնդիր չէ այն մարդկանց համար, ովքեր խմում են իրենց դեղերը ամենօրյա ռեժիմով։ Տեսեք, իրազեկման հետ կապված ես ասեմ, որ իրական մահագին աշխատանք արվում է։ Ուղղակի երևի ինչ-որ մի բանը եւ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, հատկապես մեր տարածաշրջանում, եթե այսպես բոլոր երկրները առանձին դիտարկենք մեր տարածաշրջանի, բոլոր տեղերը խարանյու խտրականության խնդիրը շատ սուր կանգնած է միավով ապրող անձանց նկատմամբ, բայց շատ կարևոր է այո պետության դերը այստեղ, որ ճիշտ եւ կարևոր արժեքներով այդ տեղեկատվությունը փոխանցի իր հասարակությանը տարբեր խողովակներով։ Մեդիան ամենակարևոր դերն է այսօր տանում մեդիան, բայց դուք մեդիայում այնպիսի նյութեր կկարդաք, որ չգիտեմ, ասեն զարմանում ես, որ այդ նյութերը խմբագրվել են եւ դրվել են պրոֆեսիոնալ հարթակներում եւ իհարկե հասարակական կազմակերպություն, օրինակ մենք մեր Facebook-յան հարթակով, Instagram-յան հարթակով փորձում ենք հնարավորինս մատչելի, հասանելի այդ տեղեկատվությունը հասցնել այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն ու միգուցե դա պատշաճ տեղեկատվություն ունենալու դեպքում նախ իրենց կպաշտպանեն եւ կկանխարգելեն միամի փոխանցումը եւ նաեւ չեն խտրականացնի այն մարդկանց, ովքեր ինչ որ դիպվածով հայտնվել են այդ իրավիճակում, այո։ Եվ ի վերջո յուրաքանչյուրիս բարոյական ընտրության հարցն է, կաջակցենք թե կդատապարտենք։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։